Նման բան չի կարող լինել, որտեղ իրենք մոռանում են թե ինչի հետ գործում։ Վերջը եկեղեցին ինքը աստվածահաստատ կառույց է։ Ով աստվածահաստատ այդ կառույցին դեմ գնաց, մի փոքրիկ քար շպրտեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու եւ իրենք ճզմվելու են։ Այսինքն սա ենթադրում է իշխանափոխություն, օրինակ Մեծիտանում Կիրիլոյ Արամ առաջին կաթողիկոսը ասում է նստեք իշխանությունների քննարկեք, շփվեք վիճակը, արդյոք կան եզրեր այլևս։ Ինչպես բոլորն են նկատել, ոչ մի եզր չկա իրենց հետ քննարկելու որևէ մի բան։ Եթե իրենք սրտացավ լինեն եկեղեցու հետ կապած, անգամ հայրենիքի հետ կապած իրենց շատ անգամներ հրապարակային ձեռք մեկնվել է, որ նման նստեն նման հարցեր քննարկության համար, բայց այդ հրավերը մինչև այսօր պատասխան չի եղել իրենց կողմից, բայց իրենց նպատակը դա չէ, իրենց նպատակը կարգադրություն կատարելն է, ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոններից իրենց հրանգ են տալիս եւ իրենք շատ գեղեցիկ, շատ գերազանցիկ ուսանողի պես կատարում են իրենց հրանգը, բայց իրենք մի բան չեն հաշվել, որտեղ որ կա հավատի մասում իրենք չեն կարող որևէ մեկը կանխորոշել թե ինչ է լինելու։ Դա է։ Որ այստեղ իրենց մեջքը կոտրվելու է։ Որտեղ իշխանությունը կդադարեցնի այս աղաբեկումները, ճնշումները առաքելական եկեղեցում նկատմամբ։ Չեմ կարծում իրենք մի բան ասեն։ Ես կարծում եմ, որ իրենց այդ շրջանակի մեջ դեռ կան մարդիկ, որոնք մի քիչ մտածում ունեն, սեր ունեն հայրենիքի նկատմամբ, սրբությունների նկատմամբ, բայց այս վերջի օրերը ես ցավոք սրտի համոզվեցի, որ չկա այդ բանը։ Նրանք նպատակը իշխանությունն է, նրանց նպատակը փողն է, նրանց նպատակը սովորել են այս իշխանությանը, այդ աթոռներին, այդ հարստությանը, մտածում են, թե ինչպես կարող են առանց այդ հարստության ապրել։ Եվ նրանց համար սրբություն չկա, չունեն այդ սրբությունը եւ այս մարդկանց հաջողությունը գիտեք ինչու՞մն է կայանում, որովհետեւ սրանք բացարձակ լկտիներ են։ Իրենց լկտիությամբ առաջ են գնում։ Եվ սպասում գուցե հիմա այսպես հարմար տեղնել չէ, բայց քանի որ եթե հարմար չեն չեք տալիս։ Առիթը եղել է շփվենք նաև այս հարցին անդրադառնանք, դուք ինչ եք կարծում, քանի որ տեսեք կառավարող ուժը հարցեր է առաջ քաշել, որոնք հիմա ակտիվ քննարկվում են մամուլում, քաղաքացիների շրջանում, պետք է նաև հավատավոր հոտին ըստ ձեզ եկեղեցին այդ հարցերի հետ կապված պարզաբանումներ ներկայացնի, թե ոչ։ Օրինակ։ Դե դուք գիտեք ինչ է Նիկոլ Փաշինյանը առաջ քաշում։ Խնդիրը հետևյալն է։ Փիլիսոփայական ուղղվածության մեջ հարցին հարցով են պատասխանում, չէ՞։ Նույն հարցի իրենց ենք մենք ուղղում, ինչու չեն պատասխանում։ Շատ հարց է։ Ով ասավ, իր ընտանիքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որ մամուլում քննարկվում են եւ այդ հարցադրումները արվել են։ Մինչեւ այսօր պատասխան չկա։ Եվ բոլորի նկատմամբ։ Եթե իրենք ուզում են, թող օրինակ ծառայեն, ասեն թե որն է ճիշտը, մենք էլ կասենք իրենց։ Եվ երկրորդը, դրանք կեղծ օրակարգեր են շեղելու համար։ Չգիտեմ, ինչ որ մի վատ բան ես կանխազգացություն ունեմ, իրենք այս ամեն ինչի ներքո թաքցնում են։ Մի վատ բան սպասվում է։ Եվ կներեք, դուք բացառում եք, որ կան բարձրաստիճան հոգևորականներ, որոնք խախտել են կուսակրոնության խորհուրդ, բայց դա բացառում է։ Ես որևիցե մեկի տեղը չեմ կարող պատասխան տալ, եւ որևիցե մեկի համար ես մեղ չեմ վերցնի իմ վրա, որևիցե մեկին զրպարտելու։ Ես իմ անձի միայն իմ տեղը կարող եմ ասել։ Եվ կարծեմ յուրաքանչյուր մեկը այդպես պետք է լինի։ Ինչ է կարծում մեկին պախարակելը կամ սուտ զրպարտություն տալը։ Լավ քրեական օրենսգիրքը մի թողեք։ Լավ, վաղը ո՞նց եք դուք գիշերը ո՞նց եք քնում։ Պարզ կարողանում է մարդ հանգիստ քնել, եթե մեկին նեղացրել է։ Ինքը իր հետ հաշտ պետք է լինի, չէ՞ մարդ։ Բայց այս մարդիկ իրենց հետ էլ հաշտ չեն։ Դուք կարծում եք, որ եկեղեցականներն այդ առումով որևէ այսպես խնդիր խոցելի տեղեր չունեն, ճիշտ ասած։ Չկա մարդ, որ այս երկրի վրա մարդ ապրի եւ մեղ չգործի։ Քրիստոս ինչ էր ասում։ Ով պետք է ապրում է եւ մեղ չի գործում։ Բոլորն են մեղ գործում են։ Նարեկացին ինչ էր ասում։ Իմ մեղքերը մասի սարի չափ են։ Հիմա Քրիստոս նույն ձև ասում էր, թող անմեղ մարդը թող առաջին քարը նետի։ Ինքը այդ բոլորից անմեղը ինքն է։
5000 երեխայի պատասխանով է տալու, Արցախի պատասխանով է տալու, այդ բազմաթիվ եկեղեցիների պատասխանով է տալու, այս երկրի են այսքան թմրանյութ ամբողջ երկրով լցված է, անբարոյականությունը լցված է երկրում, աղանդավորականությունը լցված է երկրում, ով է պատասխան տալու։ Սրբազան մի այսպիսի հարց տամ, հա, դուք ասացիք, որ ըստ էության մեկնել եք այդ ձեռքերը, որպեսզի հաշտության գաք եւ ստացվեց այնպես, որ Փաշինյանը չի ընդունել այդ հրավերը կամ այդ մեկնված ձեռքը։ Հիմա այս հրթիռակոծությունը, հա, ճակերտավոր անվերջ կարող է շարունակվել։ Փաշինյանը իր տեսակետը ներկայացնի, չհրաժարվի դրանից, եկեղեցին իր տեսակետը, հանգուցալուծումը ինչպես եք պատկերացնում։ Իր հեռացումով։ Ոչ միայն եկեղեցու համար, ազգի համար, հայրենիքի համար սա։ Եկեղեցին չէ այստեղ ամենակարևորը, այստեղ կարևոր է ազգը, հայրենիքը, այն հողակտորը, որտեղ պետք է լինի այդ եկեղեցին։ Եթե հողակտորը չկա, եկեղեցին ում է պետք։ Արևմտյան Հայաստանում էլ եկեղեցիներ շատ կան։ Մեզ ինչ։ Այս փոքրիկ հողակտորի նկատմամբ բոլորս պարտք ունենք, որովհետև հայրենիքը, այս հողակտորը մեզ համար սոսկ հողակտոր չէ։ Սա Աստծո կողմից տված մեզ ավանդ է, որ պիտի պահենք, պահպանենք, շենացնենք, բոլորի պարտականությունն է շենացնել։ Այսօր մենք ինչ ենք անում։ Հանձնում ենք, չէ՞, այդ հայրենիքը։ Ով ուզես տվեցինք։ Հիմա Թուրքիան է ուզում, պատրաստում են տալ, Ադրբեջանը տվեցին, Վրաստանն են տալիս։ Հետո որ Աստծո առջև կայնենք, ինչ ենք տալու Աստծուն։ Այդ հայրենիքը, որ ավանդ էր տված։ Իսկ ավանդը մեր սեփականությունը չէ, չէ՞։ Ինչ որ իր տերոջը վերադարձնենք։ Աստծուն ինչ ենք վերադարձնելու։ Այդ ասում եք իր հեռացումը ինչպես եք պատկերացնում, որտեղ ակնհայտ է, որ նա չի ուզում իշխանությունը զիջել, այո, հրաժարական չի տալու։ Սահմանադրական կարգով։ Այո, միայն ու միայն։ Իդեպ այսօր Էդմոն Մարությանը գրում էր, որ օրինակ ինքը պատրաստ է իր տեխնացությունը հետ վերցնել եւ օրինակ վարչապետի տեխնացու առաջադրեն Միքայել arczepiskopos Աջապահյանին եւ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը Հայաստանն ասաց, որ ըստ էության պատրաստ են իրենց 28 ձայները տալ, եթե իհարկե Միքայել Սրբազան հայրը դրան համաձայնվի։ Արդեն եղել է ինչ որ քննարկում, ինչ կարծիք եք։ Երբևիցե եկեղեցին նման քննարկում չի եղել, երբևիցե եկեղեցին իշխանություն ունենալու խնդիր չի ունեցել։ Ընդհակառակը եկեղեցին միշտ հայտ չի ներկայացրել իշխանություն ձևավորելու եւ իշխանական ուժ լինելու։ Եկեղեցին ունի իր իշխանությունը, եկեղեցին ունի իր առաքելությունը եւ իր առաքելությունը բացառապես հայ ժողովրդի կյանքից ներս իր դեպի անմահություն մարդկանց ճանապարհելն է։ Սա քաղաքական գործառույթ է, որ պիտի անեն քաղաքական հայտ ներկայացած կուսակցությունները։ Եկեղեցին նման բանով չէ։ Այսինքն դուք կարծում եք, որ պետք չէ որպես տեխնացու դիտարկել։ Այո։ Ես կարծում եմ, որ եկեղեցին մինչև նման բան չի եղել, եւ Սրբազանին պիտի այդ հարցը տակ։ Ինքը իբրև անհատ կարող է բան անել, ընդառաջել այդ բանը, բայց եկեղեցին ոչ չի անում, որտեղ երբևիցե եկեղեցին չի ցանկանում աշխարհիկ իշխանություն իր ձեռքը վերցնել, որտեղ եկեղեցին ավելի բարդ, ավելի ծանր, ավելի քաղցր իշխանություն ունի, հոգևոր իշխանությունն է։ Դա արդեն բավականին բարդ գործառույթ է։ Այո, բայց եթե օրհասական վիճակ է երկրում, եթե պետություն չլինի, ինչպես միշտ որ պատմության մեջ նայում ենք, բազմաթիվ անգամներ եղել են նման դեպքեր։ Պետություն չլինելու դեպքում կարող են անել։ Եվ տեսեք հիմա կան այսպես իշխանության ուղղված մեղադրանքներ, քննադատություններ, որ միջամտում են եկեղեցու հարցերին, բայց օրինակ այդ քննադատությունները կողքը մի ստորակետ են դնում եւ ասում են, բայց եկեղեցին էլ է միջամտում քաղաքական process-ին։ Շատ լավ հարցեր, բայց դեռ հարցը չեն դրել։ Լավ խնդրեմ կներեք։ Շնորհակալություն։ Դուք չեք կարծում, որ եկեղեցին օրինակ որոշ քաղաքական process-ների վերաբերյալ հայտարարություններ անելով այդպես արդեն քաղաքական գործընթացների մասնակից է դարձել։ Միանշանակ ոչ։ Քաղաքականությամբ զբաղվել նշանակում է դուք քաղաքական թիմ կազմել եւ զբաղվել իշխանություն ձևավորելու, բայց եկեղեցին երբեք չի ցանկացել իշխանություն ձևավորել։ Նման բան տեսել եք։ Չէ։ Եվ երկրորդը այն հարցը, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։
Ես ձեզ հիմա խնդրեմ մի հատ բոլորը սամանը գծեք, այն ջրբաժանը գծեք, որտեղ է սկսվում քաղաքականությունը, որտեղ է վերջում հոգևոր կյանքը։ Հիմա կրթական հարցերով զբաղվելը քաղաքականություն է, թե չէ։ Սոցիալական հարցերով զբաղվելը քաղաքականություն է, թե չէ։ Տնտեսական հարցերով զբաղվելը։ Լավ են դավաճանի ձեռքը բռնել եւ ասել, այս ինչ ես անում, ստոպ, կանգ առ։ Դա քաղաքականություն է։ Որոսական բան է, որը պարտականություն է յուրաքանչյուր մեկ հայի։ Եվ սա քաղաքականությամբ զբաղվել չէ, սա յուրաքանչյուր մեկ անհատի պարտականությունն է։ Վարչապետի հրաժարականը պահանջելու գործընթացը օրհնելը քաղաքականությամբ զբաղվել չէ։ Չէ։ Ես ասում եմ, քաղաքականությամբ զբաղվել նշանակում է հայտ ներկայացնել քաղաքական ուժ ձևավորելու եւ իշխանություն ստանալու։ Չէ, ոչ չէ։ Սահմանադրորեն այդպես է։ Հիմա դուք ինչքան ասեք այո, թե չէ։ Բայց եկեղեցին երբեք ուժ նման հայտ չի ներկայացրել։ Հրաժարական պահանջները հրաժարական պահանջը բնական պահանջ է, որ մարդու ձեռքը բռնում ես, ասում ես կանգնիր։ Բավական է։ Հորդ տնից չես բերի այդ ամենը, որ այդպես հեշտությամբ նվիրում ես։ Բայց եկեղեցու դեպքում մի քիչ այլ է, եկեղեցին ունի հետևորդներ, մարդիկ, որոնք լսում, հավատում են, որ եկեղեցականն է ասում, արդեն հոգևոր հոտը այլ կերպ է վերաբերում այդ հարցին։ Նման բան չկա։ Ընդհակառակը հոգևոր հոտը միշտ պահանջում է եկեղեցականի խոսք։ Շատ հաճախ ասում են, ինչու չեք խոսում, հենց նույն այդ հարց տվողները այն ժամանակ, օրինակ, ՊՊՑ գնդի գրավման ժամանակ չեն ասում ուր են հոգևորականները, թե հոգևորականները փողոցում էին, բոլորն էլ տեսնում էին։ Հիմա բոլորը նույնն են ասում, ուր էին հոգևորականները, անգամ այնքան են լկտիացել։ Մի քանի հոգի օրինակ այս վերջերս հեռուստատեսությամբ ասում էին 44 օրյա պատերազմի ժամանակ, 4 օրյա պատերազմի ժամանակ հոգևորականները ուր էին։ Այնպեսի մարդիկ են ասում, որ փախած էին երկրից։ Հիմա այդ մարդկանց ասածը լուրջ պետք է ընդունել։ Ես իրանց եմ հիմա հարց տալում, ուր է Հայր Մկրտիչը, ուր է Նարեկ Սարգսակը, ուր է Ռուստամ Սարգսակը, ուր են մնացած տղերքը, մեր եկեղեցիները։ Այդ նույն մարդիկ, որ նման բաներ էին ասում, եւ հերոսացած կանգնում են լրատվության առջև եւ բացահայտումներ են անում, իրենց թվում է թե։ Սրբազան այսպես կներես հիմա ասում են, երբ հավատավոր հոտին ծեծում էին, իրավունքներն էին խախտում, քվեն էին կեղծում, այդ ժամանակ ինչու եկեղեցին չէր քննադատում իշխանությանը։ Նայեք, դարձյալ այդ ասածի մեջ կեղծիք կա։ Կարող ենք հիմա գնալ եւ արխիվը բացել եւ տեսնել եկեղեցին միշտ հայտարարություններ արել է։ Ամենախիստը 2008 թվականին եկեղեցին կայնացել այնտեղ, հոգևորականները կայնացել այնտեղ։ Միքայել Սրբազանի ոտքը այնտեղ գրեթե կոտրում էին։ Եվ շատ հոգևորականները ինչպես են ասում, որ մարդ չի եղել։ 5 անգամ մայրաթորը հայտարարություն արեց այդ օրերին։ Բայց չի կարելի այս մոռանալ անցյալը եւ կարծեք թե 3 օր անցել է եւ ոչ մի բան չի եղել, ոչ մեկ հիշողություն չունի, կարող է մարդիկ հիշողություն չունեն, բայց եկեղեցին ամենահին կառույցն է եւ ունի հիշողություն։ Այդ հիշողությունը ոչ մեկ չի կարող իր ձեռքից առնել։ Եկեղեցին այդ դրանով է տարբերվում կուսակցություններից, որովհետեւ ինքն ունի հիշողություն։ Երբ տասնյակ հազարավոր տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ աղքատության, ամենականության պատճառով արտագաղթում էին, ինչ օրինակ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին զգոնության կոչ չէր արվում, ինչու ձեռքը բռնելու վերաբերյալ հայտարարություն չէր։ Քոչարյանի ժամանակ մենք ունենք Արցախ, ունենք հզոր բանակ։ Ես այն բանը։ Եկեղեցին բազմաթիվ տեսակի սոցիալական գործունեությամբ էր զբաղված։ Պիտի խնդրեմ դուք գնացեք, տեսեք թե եկեղեցին ինչով է զբաղվում։ Այս հարցը տալուց առաջ պետք է մի հատ հիմա նայեք։ Եկեղեցին ինչ սոցիալական ծրագրեր է իրականացրել։ Իշխանությունը ինչ օրինակ հայտարարություններով։ Հայտարարություններով հիմա ասեմ ապրիլ 13, բայց թվականը չեմ հիշում։ Բաղարամյան պողոտայի վրա հարձակումը որ եղավ։ Գնացեք կարդացեք եկեղեցու հայտարարությունը։ Ամենախիստ հայտարարությունն է եղել։ Չեք ուզում, չեք կարդում, դա է խնդիրը։ Շնորհակալություն, բավական արդեն։ Տեր Եսայի